Եվ մենք հիմա մեր հայրենակիցներին ասում ենք, որ մենք էլ ձեզ ենք խնդրում, որպեսզի ակտիվ մասնակցելով ընտրություններին, քվեարկելով համար 17-ին Հայաստան դաշինքին, օգնեք մեզ, որպեսզի կարողանանք ազատվել այս իշխանություններից։ Այս մարդիկ 8 տարի իշխանության են, 8 տարի։ Ժողովուրդը դուրս են եկել 8 տարի առաջ փողոց, ավելի լավ կյանք գտնելու, փոխարենը գտան մահ, գտան կսկիծ, գտան արցուն, գտան հարենազրկում։ Այդ ամենից հետո 2021 թվականի ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմը զգուշացնում էր հայ ժողովրդին, որ սրանց վերընտրվելու դեպքում շատ ավելի մեծ աղետները գալու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի գլխին։ Ցավոք, ես ցավով եմ ասում, բայց մենք չսխալվեցինք։ Եղավ այդպես։ Եվ հիմա նորից անցել է 5 տարի, մենք այստեղ ենք եւ ձեզ ուզում ենք ասել, որ խնդրում ենք բոլորը ձեր հարազատների, բարեկամների, ընկերների, բոլորի հետ անհատական խոսացեք, զրուցեք, բացատրեք, որովհետեւ շատ մարդիկ ես տեսնում եմ, որ դեռևս սրանց ստի ու կեղծիքին են տրվում, դեռևս հավատում են այս չարի իշխանություններից։ Այս մարդիկ ստով եկել են, ստով կառավարել, հիմա նորից էլի ամեն օր Երևանում, մարզերում շարունակում են ստի քարոզարշավը։ Ասում են, եթե իշխանափոխություն լինի, պետական աշխատողներին հեռացնելու են աշխատանքից, եթե իշխանափոխություն լինի, զինվորականների աշխատավարձերը կրճատելու են։ Ես ուզում եմ ասեմ, որ ճիշտ հակառակը, զինվորականների աշխատավարձը էակպես բարձրանալու է։ Սրանք ասում են սահմանամերձ գյուղերում, որ պետական ծրագրով մարդիկ տուն են կառուցում, որ իշխանափոխություն լինի, նախ այդ ծրագիրը չի լինելու, երկրորդն էլ այդ պետությունից ստացած գումարները հետո տոկոսով հետ եք վերադարձնելու։ Ես ուզում եմ ասեմ, որ նախ շատ ավելի մեծանալու է ծավալները սահմանամերձ գյուղերի բնակարաններ սարքելու պետական աջակցությունը եւ իհարկե ֆինանսական չափն է մեծանալու։ Այսինքն, տեսեք, այս քարոզարշավի ընթացքում բացի մյուս քաղաքական թիմերից սևացնելուց, բացի այս ինչին բռնելուց, այն ինչին պատին տալուց, չգիտեմ, սրա տունը խլելուց, դրա մեքենան խլելուց, որևէ ծրագիր, որը կապ ունի Հայաստանի Հանրապետության հայկականության հետ, այս մարդիկ դեռևս չեն ասել, հակառակը իրենց ծրագրում գրել են մեզ տվեք քվե, քանդենք եկեղեցին, մեզ տվեք քվե, հանձնենք, քյարքին էլ հանձնենք, չգիտեմ, իրենց ասածով բարխուդալուն էլ հանձնենք, սոֆուլուն էլ հանձնենք։ Պետք է հունիսի 7-ին թույլ չտանք այս ամենը։